ՀԱՊԿ-ը զգուշացնում է, ոչ բարեկամական երկրների քայլերը վտանգ են Հայաստանի համար։ Եվրոպական կողմը շարունակում է առաջ տանել ապաշրջափակման թեման, ներգրավելով նոր դերակատարների։ 1000 օր ու ոչ մի տեղաշարժ հայերը շարունակում են բանտարկված մնալ Բաքվում։ ԱՄՆ կոնգրեսականները առաջարկում են ճնշել Ալիևին։ Եթե խաղաղություն, ուրեմն վերադարձի նախապայմանով արևմտյան Ադրբեջան մտածածին համայնքը չի լռում։ Հայաստանը իր ուղին ընտրելու ճանապարհին է, Մոսկվայում սպասում են եղբայրական Երևանի որոշմանը։ Խոսել Ռուսաստանի հետ սահմանափակումների նույն լեզվով, փորձագետները Հայաստանի համար տնտեսական ծանր վտանգներ են կանխատեսում։ Սերմացուն, վառելիքն ու պարարտանյութը թանկ են, արտադրանքը էժան, փողմշակողը էլի ծանր կացության մեջ է։ Օրերը տաքանում են, հանցագործները շատանում, շոկն ու դրա հոգեբանական հետևանքները։ Եթե հոսպիտալացման կարիք չունեք, ապա շտապօգնությունը ձեր տուն կգա մոպեդով։ Բարեփոխումը գործնական փուլ է մտել, բուժանձնակազմը հարմարվում է նոր տրանսպորտին։ Եվ Հայաստանի ողջ գրավչությունը CNN-ի առաջին էջերում, լայնածավալ մեդիա արշավ մեր երկրի մասին։ Սա ժամի գլխավոր թողարկումն է, ես Տիգրան Գուրգենյանն եմ, բարև ձեզ, բարի գալուստ։ Եվ այսպես, Կրեմլից դարձյալ Հայաստանին սթափեցնելուն միտված կոչեր են հնչում, որ ոչ թե բարեկամական երկրների քայլերը կարող են վտանգավոր լինել։ Այն, որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության դիրքավորումը մեր երկրում դուր չի գալիս ռուսական կողմին, նորություն չէ, բայց նաեւ պնդում են, թե անգամ էսկալացիայի վտանգ կա։ Եվրամիությունն է արձագանքում լինելու է թվային, էներգետիկ ու առևտրային կապերի զարգացում, կարճ ասած, լավ է լինելու։ Գործում կարծես ակտիվանում է նաեւ պաշտոնական Անկարան։ ՀԱՊԿ-ն ահազանգում է, որ Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը։ ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը հատուկ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, հաշվի առնելով նաև Հայաստանում կայացած ընտրությունները։ Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերը, Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու Եվրամիության երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը։ Այս էսկալացիոն ռիսկը այո ՀԱՊԿ-ը արձանագրում է եւ այդ էսկալացիոն ռիսկը առկա է։ Որքան էլ նախընտրական տրամաբանության մեջ է Փաշինյանը հայտարարում, որ եթե ես չհավաքեմ սահմանադրական մեծամասնություն կլինի պատերազմ, Հայաստանի առաջ դրված է կոշտ աշխարհակաղակական ինքնության խնդիր, իսկ Ադրբեջանը անկախ իրանա-ամերիկյան, ռուս-ամերիկյան, չգիտեմ, այդ բոլոր հարաբերություններից բաց տեքստով մեզանից պահանջում է միջանցք, հնարավորինս արագ։ ՀԱՊԿ-ից հնչող մտահոգիչ հայտարարություններին Եվրամիությունից հետևյալ արձագանքն է հնչել։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ 2 եւ Ադրբեջանի հետ 1 սահմանային անցակետի բացմանը։ Սա վճռորոշ նշանակություն կունենա, երբ առևտրային հոսքերն իսկապես սկսեն շարժվել եւ զարգանալ։ Ես չեմ կարող պատկերացնել ուժեղ միջին միջանցք, ինչպես նաև թվային, էներգետիկ եւ առևտրային հարաբերությունների զարգացում առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Տարածաշրջանը Եվրոպական միության համար որոշակի հետաքրքրությունների դաշտ է, բայց ասել, որ եվրոպացիները այս տարածաշրջանի համար պայքարում կգնան, չգիտեմ ինչ մեծ զողողությունների, այսինքն նաև ռազմական գործիքակազմի կիրառման, դա իլյուզիա է, հնարավոր չի։ Իդեպ Մարթա Կոսը հույս է հայտնել, որ շատ շուտով հնարավոր կլինի բացել որոշ սահմանային անցակետեր։ Հյուսիսից հնչող տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հայտարարություններին զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր են գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցային գործընթացը եւ խաղաղության շուրջ արձանագրված առաջընթացը։ Հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կհաստատվի տևական եւ անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության եւ կայունության տարածաշրջան։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որից դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենիտիություն ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույցի մեջ։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի
Հայաստանի հասցեին, պնդելով, թե հայերը իբրև թե մշակութային ցեղասպանություն են իրականացրել։ Ալիևը հայտարարել է, թե օկուպացված Արցախում եւ այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում իբրև թե հայկական վերահսկողության տարիներին ավերվել են մզկիթներ եւ իսլամական մշակութային ժառանգության հուշարձաններ։ Մինչդեռ Արցախը բռնազավթելուց հետո Հեյդարի որդի Ալիևի հրամանով Ադրբեջանն է ոչնչացրել հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, հիմնահատակ ավերել գյուղեր ու բնակավայրեր։ Այս փաստերի վերաբերյալ միջազգային բազմաթիվ կառույցներ շարունակում են լռություն պահպանել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանում հավասարության նշան են դնում խաղաղության գործընթացի եւ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի միջև։ Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության մասին։ Այս միտքը դարձյալ կրկնել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ Ազիզ Ալակբարլին ու հորդոր ուղղել Հայաստանի իշխանություններին։ Համայնքը հիմնվելով միջազգային իրավունքի վրա պահանջում է, որ միջազգային կազմակերպությունները եւ միջազգային հանրությունը ճանաչեն ու ապահովեն այդ մարդկանց իրավունքները։ Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ են վարում։ Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաեւ արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ պարտավոր է հաշվի առնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղ անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց տներ վերադառնալու իրավունքը եւ չխոչընդոտի այդ գործընթացին։ Հայերը շարունակում են մնալ Բաքվի բանտերում, արդարադատության այս ծաղրը չի դադարում։ ԱՄՆ կոնգրեսականները դեռ չեն կորցրել հաշիվը, արդեն 1000 օր ու արդյունքում ոչինչ։ Կոնգրեսականներից երկուսը գործընկերների սեղանին առաջարկ են դրել Թրամփի վարչակազմից պահանջել վճռական քայլեր ձեռնարկել գերիներին անհապաղ ու առանց նախապայմանի վերադարձնելու համար, դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Առաջարկների քննարկումն այս շաբաթ է լինելու։ 1000-րդ լուսաբացն է, 19 հայ Ադրբեջանի բանտում է։ 1000 օր։ Ահա թե որքան ժամանակ է, որ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են ադրբեջանական գերության մեջ։ 1000 օր է ընտանիքները սպասում են պատասխանների եւ իրենց հարազատների վերադարձին։ Քանի դեռ հայ գերիներն ապօրինաբար պահվում են Բաքվի զնդաններում, Հարավային Կովկասում չի կարող լինել կայուն խաղաղություն, ամերիկյան կոնգրեսում են արձանագրում։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ կքննարկի կոնգրեսական Բրեթ Շերմանի առաջարկը, որով Միացյալ Նահանգների խորհրդարանականները Թրամփի վարչակազմից կպահանջեն վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդարված մյուս անձանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու համար։ Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ, պնդելով, թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը հանցագործություն։ Բայց եկեք հստակեցնենք, այս մարդիկ մեղավոր են միայն նրանով, որ հավատացել են Արցախի բնիկ ժողովրդի արժանապատվության, ինքնավարության եւ ինքնորոշման իրավունքին։ Ամերիկացի կոնգրեսականը նաև նշում է, որ Ադրբեջանում, որն ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների ազատության միայն 6 բալանոց մակարդակ ունի հնարավոր 100-ից, նույնիսկ սեփական քաղաքացիները չեն կարող հույս դնել արդար դատավարության վրա։ Ուր կմնան հայերը, որոնց դեմ տասնամյակներ շարունակ Բաքվի իշխանությունները վարել են այլատյացության պետական քաղաքականություն։ Փետրվարին այսպես կոչված ռազմական դատարանը ՑՄ ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ արտգործնախարար Դավիթ Բաբայանին, որ իր առևանգումից ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիպել էր ինձ հետ իմ գրասենյակում։ Փոքրինչ ուշ ավելի քան 1 տարի մենախցում պահվելուց հետո 20 տարվա ազատազրկման դատապարտեցին նաեւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Իսկ Amnesty International-ում միանգամայն արդարացիորեն այս դատավճիռը անվանել են արդարադատության ծաղրանկար։ Շերմանի խոսքով ԱՄՆ վարչակազմը պետք է օգտագործի ունեցած բոլոր գործիքները Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հասնել, բայց իսկական եւ տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ յուրաքանչյուր հայ գերի եւ քաղբանտարկյալ չի ազատվել ադրբեջանական բանտերից եւ հնարավորություն չի ստացել վերադառնալու իր ընտանիքի մոտ։
Դեմոկրատ մեկ այլ կոնգրեսական էլ Ջիմ Կոստան ԱՄՆ օրենսդիրներին առաջարկում է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանին նահանգների կողմից տրվող բոլոր տեսակի ռազմական աջակցությունները, քանի դեռ Ալիևը ոչ միայն չի ազատել հայ գերիներին, այլև իր զորքերն ամբողջությամբ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս մարդկանց անուններն ու լուսանկարները Ադրբեջանի կողմից չպետք է օգտագործվեն որպես քաղաքական ճնշման լծակ։ Ընտանիքները չափազանց երկար են սպասում, ժամանակն է նրանց տուն վերադարձնելու։ Մենք կշարունակենք պայքարել միասին ոչ միայն գերիների ազատության, այլև Հայաստանի ինքնիշխանության եւ ապագայի պաշտպանության համար։ Արցախի ժողովրդին էլ չեն մոռանում ամերիկացի խորհրդարանականները, ավելին հենց այստեղ շեշտում են, նրանք մոռացված չեն, նրանց իրավունքները չեն անտեսվելու։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմի հետ կապված հայկական կողմից ներկայացված 22 հայց կա, որից մեկով Ստրասբուրգի ատյանն օրերս կայացրեց իր վճիռը, Ադրբեջանին ճանաչելով որպես պատերազմական ծանր հանցագործ։ Եվրադատարանում հայ ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանները առանցքային հաղթանակ են համարում միեդի այս արձանագրումը։ Վստահ են, հետագա վճիռների համար այն կարող է լինել նախադեպային։ Մենք ունեինք էական փաստական տվյալներ եւ ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողները իրապես ներխուժել էին Թալիշ եւ իրականացրել էին իլրումն այս հանցագործության, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, նրանց սպանություն եւ նաեւ մարմինների խեղում եւ դա փոխկապակցված հանցագործություն էր։ Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները եւ ճանաչել Ադրբեջանի իրավազորությունը եւ իր զինծառայողների կողմից սա կատարել է։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ Խոսել Ռուսաստանի հետ սահմանափակումների նույն լեզվով, փորձագետները Հայաստանի համար տնտեսական ծանր վտանգներ են կանխատեսում։ Սերմացուն, վառելիքն ու պարարտանյութը թանկ են, արտադրանքը էժան, փողմշակողը էլի ծանր կացության մեջ է։ Օրերը տաքանում են, հանցագործները շատանում, շոկն ու դրա հոգեբանական հետևանքները։ Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, բարի վերադարձ։ Այսօրվա դրությամբ Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում, ինչը կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը եւ Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է հայտարարել, ըստ նրա Մոսկվային եւ Երևանին միավորում է լավ ինտեգրացիան, որը նպաստում է Հայաստանի հնայի աճին, եւ ԵԱՏՄ-ն Հայաստանի լավագույն ընտրությունն է ինտեգրացիոն միավորումների շարքում։ Պեսկովը շեշտել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան։ Հայկական ծաղիկն ու ծիրանը չեն արտահանվում, ռուսական շուկան ամուր փակել է դռները հայկական ապրանքի առաջ։ Հիմա հարց է ծագում, նույն կերպ ռուսական օղի ու կոնֆետ չդնել հայկական սեղաններին։ Մասնագետներն առաջարկում են սառը դատել ապրանքներ կան, որ անգամ Եվրամիությունն է Ռուսաստանից ներկրում։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում քննարկվող թոփ թեման շարունակում է մնալ հայկական ապրանքների դեպի Ռուսաստան արտահանման արգելքն ու դրա ունեցած հետևանքները։ Սուպերմարկետներում վերջին օրերին մատչելի գնով մեծաքանակ ծաղիկներ են վաճառվում։ Խոշոր շուկաներում էլ խոսվում է ջերմոցային գյուղմթերքի արժեզրկման մասին։ Լուրեր են տարածվում, որ չնայած կառավարության հայտարարած սուբսիդիոն ծրագրերի մեկնարկին, բազմաթիվ գործարարներ լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվում, քանի որ սպառման նոր շուկաների հայտնաբերումը օրերի եւ նույնիսկ ամիսների հարց չէ։ Այս ֆոնին բավականին ակտիվացել են քննարկումները կապված Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը որևէ կերպ պատասխանելու հարցի շուրջ։ Խոսքը պատասխան սահմանափակումների մասին է։ Տարբեր հարթակներում հատկապես բարձրացվում է ռուսական քաղցրավենիքի եւ ալկոհոլային խմիչքների մուտքը Հայաստան սահմանափակելու կամ գլոբալ ռուսական ներմուծումներից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Սակայն նախ պետք է սառը մտքով դատել ու հասկանալ, թե ամեն տարի միլիարդավոր դոլարների ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից։ Դա էներգետիկ անվտանգությունն է, ինչը եվրոպացիները ազնվորեն ընդունում են, որ իրենք անգամ չեն կարողանում 27 երկրներից որևէ մեկի համար ապահովել էներգետիկ անվտանգություն։ Եվ իրենք թշնամի համարվող Ռուսաստանից այս վիճակում ստիպված են ներկրումներ անել։ Հայաստանը ռազմավարական հումքի հարցում մեծապես կախված է ռուսական շուկայից։ Բնական գազի մոտ 85%-ը մատակարարվում է Ռուսաստանից, նույն աղբյուրից են ներմուծվում բենզինը, դիզվառելիքը եւ ավիացիոն կերոսինը։ Մեծամորի ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը նույնպես ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Նույն կախվածությունն առկա է նաեւ պարենային ոլորտում։
Բարենային անվտանգության առումով երկար ջանքերը սակվեցին ճակերտավոր այն հաջողության, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանից ներկրումի փոխարեն ներկրեցին Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ երկրից Ղազախստանից։ Ժամանակին Արցախից ամեն տարի տասնյակ հազարավոր տոննաներով հացազգիներ էին ներկրվում Հայաստան, ինչը անվտանգության բացիկ էր ստեղծում երկրի պարենային անվտանգության համար։ Նախորդ տարիներին այս բացը որևէ կերպ չփակվեց։ Մենք պարզապես սկսեցինք ավելի շատ ներկրել Ռուսաստանից։ 250-ից 300,000 տոննա ցորեն է ներկրվում։ Ռուսաստանից ներկրվում է մեր բնակչության այդքան շատ սիրելի հնդկաձավարը, ոսպը, սիսերը ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Ներկրվում է ձեթ, մեծ քանակությամբ։ Ոսպ, սիսեր, սոյա։ Մի խոսքով Հայաստանում վաճառվող հատիկավորների եւ ընդեղենի առյուծի բաժինը ներկրվում է հենց Ռուսաստանից։ Այսինքն փաթեթավորումը հայկական է, հայկական անվանումով, բայց ներսի հումքը ռուսական է։ Սա վերաբերում է նաեւ անասնակերին։ Այսինքն կերը կարող է պատրաստել հայաստանյան ընկերությունը, սակայն այդ կերի համար անհրաժեշտ հումքը բերվում է Ռուսաստանից։ Այսինքն այն թե ինչ արժեք կունենա ձուն, հավի, խոզի կամ տավարի միսը, մեծապես կախված է ներկրված ռուսական հումքից։ Մեծամասամբ ներկրվում է Ռուսաստանից գարին, ցորենը, եգիպտացորենը։ Այս համատեքստում պետք է նորից հիշել, որ Հայաստանում մոտ 200,000 հեկտար գյուղնշանակության հողատարածք չի մշակվում։ Հացազգիների ցանքատարածքները նախորդ տարիներին նույնիսկ նվազել են։ Մարդկանց համար ձեռնտու չէ ցորեն կամ գարի աճեցնելը։ Այսինքն այս դաշտում մենք պետք է նախորդ տարիներին մեծ աշխատանք կատարենք ինքնաբավության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի հիմա ստիպված չլինեինք արձանագրել մեծացած կախվածությունը ռուսական հումքի ներկրումներից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Գյուղոլորտը ծանր վիճակում է, հարվածի տակ են հատկապես փոքր ու միջին ֆերմերները, հողի մշակը իր գործն անելուց չի տրտնջում, բայց ասում են ամեն ինչի գինն է բարձրացել, վառելիք, սերմացու, պարարտանյութ, արտադրանքն անգամ իր ծախսերը չի փակում։ Պետությունը օգնության ձեռք մեկնել փորձում է, բայց ըստ փորձագետների այն բոլորին չէ, որ կարող է հասնել։ Գյուղոլորտում վերջին շրջանում ակտիվացած հիմնական խոսակցությունը ոչ թե բերքի ծավալին է, այլ գներին է առնչվում։ Ֆերմերները նշում են, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության համար անհրաժեշտ գրեթե բոլոր միջոցները սերմացուից մինչև վառելիք ու պարարտանյութ զգալիորեն թանկացել են, ինչի հետևանքով արտադրությունը դարձել է ավելի ռիսկային եւ քիչ կանխատեսելի։ Կարտոֆիլի տնգանյութը Եվրոպայից գալիս հասնում է Հայաստան 1300-ից 1400 եվրո։ 1000 եվրոն չեն հասնում, 800 Գյուղոլորտի փորձագետները փաստում են ստեղծված իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով, միջազգային շուկաների տատանումներից մինչև ներմուծման հետ կապված ծախսերի աճ։ Ֆերմերների համար սակայն ամենամեծ ու ամենալուրջ խնդիրը մնում է այն, որ ծախսերի աճը չի համընկնում արտադրանքի իրացման գների հետ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքնարժեքը բարձրանում է ավելի արագ, քան գյուղմթերքի վաճառքի գինը։ Սա ուղղակի ճնշում է փոքր ու միջին ֆերմերներին, նշում են գյուղոլորտի մասնագետները։ Պետությունն իր հերթին փորձում է մեղմել իրավիճակը, առաջարկելով սուբսիդավորված վարկային ծրագրեր։ Նախագծի համաձայն նախատեսվում է շուրջ 40 միլիարդ դրամի վարկավորում, որը պետք է հասնի մոտ 20-25 հազար շահառուի։ Վարկերի մարման պայմանները սահմանված են։ Առաջին մայր գումարի մարումը սկսվում է տրամադրումից 6 ամիս անց ամսական վճարման տարբերակով։ Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը նպատակային չի օգտագործվել, այն է գյուղատնտեսության եւ ագրովերամշակման համար կամ եթե շահառուի կողմից տրամադրվել է կեղծ տեղեկատվություն եւ դա բացահայտվել է վարկի տրամադրումից հետո։ Տոկոսագումարի սուբսիդավորումը դադարեցվում է նաեւ, եթե 1 տարվա կտրվածքով վարկառուն 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ է կուտակել։ Բոլոր այս դեպքերում ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառու։ Սակայն ոլորտի փորձագետները զգուշացնում են, ոչ բոլոր ֆերմերները կարող են օգտվել նման գործիքներից։ Շատերն արդեն ունեն ժամկետանց պարտավորություններ, իսկ նոր վարկ վերցնելը, անգամ սուբսիդավորված տոկոսներով կարող է նրանց ֆինանսական վիճակը ել ավելի ծանրաբեռնել։ Ֆերմերների համար վարկը լուծում է միայն այն դեպքում, երբ նա ունի կայուն եկամուտ, հակառակ դեպքում այն դառնում է նոր պարտքի շղթա, ընդգծում են մասնագետները։ Մարտիկի վիճակի չեն հիմնականում մարդը վարկ վերցնելու բոլորը հիմնականում ժամկետանց կամ սեր ցուցակում են, ազնվորեն պետք է տանեն կամ մի ժամկետանց վարկ հակեն, կամ էլ որ արդեն ընկնելու է ժամկետան ու որի որ տոկոսը բարձր է։
Իշխաններն ուզում է թղթի վրա բերեն, թե չգիտեմ իրանք գյուղատնտեսության մեջ ինչ են անելու։ Ֆինանսական խնդիրներից բացի գյուղատնտեսները բարձրացնում են նաև բնական ռիսկերի հարցը։ Կարկուտի կամ բնական այլ աղետների դեպքում գյուղացիները հաճախ չունեն ապահովագրական պայմանագրեր, ինչի հետևանքով վնասներն ամբողջությամբ մնում են իրենց վրա։ Այս պայմաններում գյուղոլորտում հիմնական հարցը մնում է նույնը՝ ինչպես ապահովել կայունություն, երբ թե ծախսերը, թե ռիսկերն աճում են, իսկ եկամուտները ոչ։ Ֆերմերները սպասում են ոչ թե բարկային աջակցությունների, այլ նաև երկարաժամկետ լուծումների, ինչը ենթադրում է ապահովագրության զարգացում, շուկաների կայունացում եւ արտադրական ծախսերի վերահսկում։ Այս պահին, սակայն, գյուղատնտեսության դաշտում իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ անորոշ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ ԵՄ անդամ երկրներ մեկնել ցանկացող մեր հայրենակիցներն ահազանգում են, որ հատկապես ամռան ամիսներին չեն կարողանում դեսպանատներում օր ամրագրել, մեծ հերթեր են։ Արտասահման մեկնել ցանկացողները հայտնում են, որ զբոսաշրջային մի շարք գործակալություններ գումարի դիմաց դեսպանատներ Շենգեն վիզաների հայտեր ներկայացնելու օրեր են ամրագրում։ Զբոսաշրջության կոմիտեից ժամին հայտնել են, թե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Խնդիրը զեղծարարների հակերային միջամտություններով է պայմանավորված։ Կոմիտեից փոխանցել են նաև, որ տուրիստական գործակալություններ այդ առումով տուժող են, քանի որ կցանկանային ավելի շատ շահառուների սպասարկել։ Զբոսաշրջության կոմիտեն օրենք է մշակել, որով նախատեսվում է կարգավորել, թափանցիկ դարձնել տուր օպերատորների տուրիստական գործակալությունների գործունեությունը։ Այս պահին մենք արդեն սկսում ենք բողոքների կարգի մշակման աշխատանքները, այսինքն ինչ բողոքները, որ ստանալու ենք սպառողներից, դրանք ինչպես ենք ուսումնասիրելու ու ովքեր են լինելու հասցեատերերը։ Մեր կողմից էլ կարող ենք հավաստել, որ տուրօպերատորները, գործակալները իրենք եւս տուժում են իրավիճակից ու իրենց համար էլ սա խնդիր։ Եթե շոքին չեք դիմանում, ապա կարող եք անգամ հանցագործ դառնալ։ Հոգեբանները բացատրում են, շոքը ոչ միայն ինքնազգացողության, այլև վարքի վրա լուրջ ազդեցություն ունի։ Որպեսզի ճնշեք պոտենցիալ կոնֆլիկտի ու ագրեսիվ դրսևորումների հավանականությունը, պետք է ամուր պահեք նյարդերը գոնե մինչև աշուն։ Ամառային շոկ օրերին մարդիկ դառնում են ավելի անհամբեր, իսկ առօրյա տարաձայնություններն էլ շատ հաճախ վերաճում են լուրջ վեճերի։ Սա ըստ դիտարկումների։ Մասնագետները սակայն այդ ամենի մեջ պատճառը հետևանքային կապ են տեսնում։ Նրանց գնահատմամբ բարձր ջերմաստիճանը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև վարքագծի վրա։ Միջազգային մի շարք ուսումնասիրություններ արձանագրել են օդի ջերմաստիճանի բարձրացման եւ ագրեսիվ դրսևորումների միջև կապը։ Քրեաբանության մեջ բացատրվում է առօրյա գործունեության տեսությամբ, ինքնատակ եղանակին մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տնից դուրս հանրային վայրերում օգտագործում են ալկոհոլ։ Սա միջազգային պրակտիկան է, եւ մարդկանց միջև նման իրավիճակում շփումներն ու սոցիալական փոխազդեցությունները շատանում են, ինչը ինքնաբերաբար կարող է մեծացնել պոտենցիալ կոնֆլիկտների հավանականությունը։ Իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ամռանը կարող են ավելանալ ոչ միայն անձի, այլև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հնարավորությունները։ Նրանց կարծիքով բնակարանների բաց պատուհանները, արձակուրդների պատճառով դատարկվող տները եւ մարդկանց բացակայությունը երբեմն լրացուցիչ պայմաններ են ստեղծում իրավախախտումների համար։ Ընտանեկան բռնության պարագայում տանը փակված տարածության մեջ ֆիզիկական անհարմարավետության պայմաններում շոկը մեծացնում է ագրեսիան ընտանիքի անդամների հանդեպ։ Խուլիգանություն ու ճանապարհային ագրեսիա նաև նմանատիպ թեզ կամ արդեն, որը զարուսներն ավելի անհամբեր են դառնում, հեշտությամբ բորբոքվում են եւ կոնֆլիկտի մեջ են մտնում, օրինակ շփրանումների ժամանակ կամ ազդանշաններ տալու դեպքում։ Մասնագետների ուսումնասիրությունների համաձայն օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հաճախ աճում են նաև սպանությունների, դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնի հանցագործությունների դեպքերը։ Բարձր ջերմաստիճանը ըստ դիտարկումների կարող է նվազեցնել մարդկանց ինքնատիրապետման մակարդակը, նպաստել գրգռվածության ու սթրեսի խորացմանը։ Մասնագետների խոսքով դրանց զուգահեռ կարող է առաջանալ ջրազրկում, քնի խանգարումներ եւ հոգնածություն, գործոններ, որոնք ազդում են հուզական կայունության վրա։ Եթե օրինակ մարդիկ ավելի ոգեգրթված են եւ կարողանում են ճիշտ հուզական թուլության, անհարմարավետության պայմաններում իրենց արագ բերել կառավարելիության դաշտ, հասկանալ ինչի հետևանքով է դա տեղի ունեցել, կարողանան օրինակ որոշակի շտկումներ իրականացնել, ավելի հեշտ դուրս կգան
ստանան այդ իրավիճակից, քան այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես հուզական անկառավարելիության տակ են գտնվում։ Մասնագետները նշում են, որ մի շարք երկրներում իրավապահ մարմինները հանցավորության կանխարգելման ռազմավարություններ մշակելիս հաշվի են առնում նաև եղանակային գործունի ունեցած ազդեցությունը։ Հատկապես ամառային շոկ ամիսներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կազմակերպում հանրային վայրերում, զբոսայգիներում, ժամանցի գոտիներում եւ այն թաղամասերում, որտեղ սոցիալական լարվածության կամ բռնի միջադեպերի ռիսկը ավելի բարձր է գնահատվում։ Մասնագետները նշում են, որ շոկ եղանակը ինքնին հանցագործության պատճառ չի հանդիսանում, սակայն կարող է նպաստել այնպիսի պայմանների ձևավորմանը, որոնք մեծացնում են լարվածությունը ու կոնֆլիկտների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով առաջարկվում է լինել առավել զուսպ ինչպես կենցաղում, այնպես էլ հանրային վայրերում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երրորդ հատվածում։ Եթե հոսպիտալացման կարիք չունեք, ապա շտապօգնությունը ձեր տուն կգա մոպեդով։ Բարեփոխումը գործնական փուլ է մտել։ Բուժանձնակազմը հարմարվում է նոր տրանսպորտին։ Եվ Հայաստանի ողջ գրավչությունը CNN-ի առաջին էջերում։ Լայնածավալ մեդիա-արշավ մեր երկրի մասին։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։ Սա ժամի գլխավոր թողարկումն է, բարի վերադարձ։ Երևանի շտապօգնության ծառայությունը այսուհետև օգտվելու է նաև հատուկ մոպեդների ծառայությունից, հիմնականում այն դեպքերում, երբ չկա հոսպիտալացման կարիք, բայց կա շտապ բուժօգնության անհրաժեշտություն։ Նախաձեռնության նպատակը խցանումների պայմաններում բուժօգնության հասնելու ժամանակի կրճատումն է։ Մասնագետների գնահատմամբ նման լուծումները կարող են բարձրացնել շտապօգնության արդյունավետությունը, սակայն դրանք պետք է ուղեկցվեն նաև համակարգային բարեփոխումներով։ Պետք է առաջինը կադրային քաղաքականության եւ կադրային ընդհանրապես վերակառուցումը լինի, պարամեդիկների ինստիտուտի ներդրում իրականացվի շտապ օգնության ծառայությունում։ Նրանք մարդիկ են, ովքեր մինչև բժշկական ծառայություն մատուցելը, մինչև նախնական առաջին բուժօգնությանը տիրապետում են եւ իրենք մասնագիտությամբ բժիշկ պարտադիր չի որ լինեն եւ իրականացնում են շտապ անհետաձգելի առաջին բուժօգնությունը։ Վիվայի սիրված ձեռնարկները տարածվում են Հայաստանում, այս անգամ Վանաձոր։ Հաջողված համագործակցության արդյունքում Վանաձորի բնակիչները կարող են օգտվել ավելի մատչելի ու ավելի որակյալ RED սակագնային պլանից։ Վիվայի կոնվերգենտ լուծում ներկայացնող RED սակագնային պլանը այսուհետ հասանելի է նաև Վանաձորում, նոր գործընկեր Ovio-ի հետ համագործակցությամբ։ RED սակագնային պլանը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Նորությունները հետևյալն են, որ ամբողջովին վերափոխել ենք փաթեթի ներառումները գործող սակագնային պլաններում, ավելացրել ենք շատ մրցակցային սակագին, եթե գիտեք, նախկինում սակագնային պլանը սկսվում էր 7500 դրամից, այս պարագայում արդեն կարող ենք խոսել 4900 դրամից, եւ երրորդը բաժնորդների ամենամեծ ցանկությունը նա էր, որ մենք ընտանիքի անդամներին տրամադրում ենք ավելի մատչելի գնով փաթեթներ, կարող են միանալ անգամ մինչև 3 հոգի եւ ստանալ այդ ծառայությունը։ Viva Ovio համագործակցության շրջանակում մարզերի բնակիչներին այժմ արդեն հասանելի է նաև նոր RED 4900 սակագնային փաթեթը, որը ներառում է 20 գիգաբայթ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ, 300 SMS, ինչպես նաև տարբեր հավելվածներից օգտվելու հնարավորություն, առանց մեգաբայթները սպառելու։ Նման գործընկերությունները նպաստում են Հայաստանի թվային վերափոխմանը եւ մարզերի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը։ Համագործակցության արդյունքում հնարավորությունները բաժանորդների իրականորեն ավելանալու են, մասնավորապես մատչելի եւ հարմարավետ այս ծառայությունների շնորհիվ հաճախորդները միանգամից ստանալու են 3-1 ծառայություններ։ RED սակագնային պլանը ունի հիմնական եւ մարզային փաթեթներ։ Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները բացառապես մարզերի բնակիչների համար։ Մարզային փաթեթներն ի դեպ առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ։ Առաջարկը հետաքրքիր էր, շահավետ էր, նորություն էր ոնց որ ասած նաև միքս տարբերակը։ Vivan RED-ին բաժանորդագրված առաջին 3 բաժանորդներին պլանշետներ է նվիրել։ Նրանք արդեն օգտվում են նոր հնարավորություններից։ Ձեր հեռուստացույցը սմարթ է։ Չէ, այս սարքի շնորհիվ ձեր հեռուստացույցը արդեն սմարթ կդառնա։ Vivan շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացման գործում։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։
Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանում նախորդին տեղի ունեցած ծծկրտուկի միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օրվա կարևորը մեկ տեսաշարում։ Քննչական կոմիտեն պնդում է, որ հայաքվե միավորման համակարգող հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այլ պետության պաշտոնատար անձանց համոզել է, որ իրենց լիազորություններն օգտագործելով միջամտեն Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Չալաբյանի ձերբակալման պատճառը դա է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստելու հոդվածով։ Չալաբյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել դատարան։ Վահագն վիշապաքաղի հուշարձանը տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Ռուսաստանի հրապարակ, միջև այդ այն տեղակայված էր Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Սեբաստիա փողոցի խաչմերուկում, քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում։ Հուշարձանը, որը ստեղծվել է 1969 թվականին, սկզբում գտնվել է Մաշտոցի պողոտայում, ապա տեղափոխվել է Էջմիածնի խճուղի, իսկ հետո Իսակովի պողոտա։ Նոր վայրում այն ավելի տեսանելի եւ հասանելի է լինելու քաղաքացիների եւ զբոսաշրջիկների համար։ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների եւ փախստականների իրավունքների պաշտպանության եւ խթանման հարցերով հասարակական խորհուրդ։ Անդրանիկ նիստը տեղի է ունեցել հունիսի 23-ին ՄԻՊ հաստատության եւ ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ Նորաստեղծ կառույցը գործելու է որպես խորհրդատվական հարթակ, միավորելով պետական մարմիններին, միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը եւ շահառուներին։ Նպատակը փախստականների եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն է։ Երևանի ավականու նիստի ընթացքում հունիսի 23-ին տեղի ունեցած ծեսկրտուքի միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Այս պահին որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։ Միջադեպը սկսվել էր, երբ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարել էր, որ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է եւ կալանավորված է, ինչն առաջացրել էր խմբակցության անդամների բուռն արձագանքը։ Քիչ անց իրավիճակը վերածվել էր բանավեճի եւ այնուհետեւ բախման, քաղաքացիական պայմանագիր եւ Մայր Հայաստան խմբակցությունների անդամների միջև։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն եւ CNN միջազգային մեդիա ցանցը համատեղ մարքեթինգային լայնածավալ արշավ են իրականացնում։ Այս մասին հայտնում են զբոսաշրջության կոմիտեից արշավի շրջանակում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ամիսներ շարունակ ներկայացվում են CNN-ի պաշտոնական կայքում։ Համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման եւ զբոսաշրջային ուղղության առաջխաղացման գործում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Էլ ինչ սպասել անկանխատեսելի հունիսից, եղանակի ժամն է։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 4-ին։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 25 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 29-ից 32, Լոռիում 22-ից 25, Տավուշում 26-ից 29 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 28-ից 32, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 29-ից 33, Սյունիքի նախալեռներում 22-ից 24 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 16-ից 18, ցերեկը 29-ից 31, երեկոյան 20-ից 24 աստիճան։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։